Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց մանկապղծության դեպքը հանգիստ չի տալիս օրենսդիր մարմնի անդամներին։ Խորհրդարանում դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, Վեդիում բռնության ենթարկված անչափահասների հորեղբայրն այժմ անազատության մեջ է, քանի որ ինքնիրավչությամբ է զբաղվել իրավապահ մարմինների փոխարեն։ Մարդը դիմել է ինքնիրավչության, որովհետև ամիսներ շարունակ անպաշտպան է եղել իրավապահ համակարգի հանցավոր անկապվածություն է դրսևորել։ Լսում ես մանկավարժական կոլեկտիվի հարցազրույցները եւ հասկանում, որ պարզապես ոստիկանական ծածկադմփոց է տեղի ունեցել։ Այսպիսին է բարեվարկված եւ ռեֆորմախեղտ ոստիկանության պատկերը։ Դե հո ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչի մասին չէր, որ միանգամից փռեին ասֆալտին, կողեր ու ծնոտ ջարդեին։ Եվ կշարունակվեր այս ծածկադմփոցը, եթե չլիներ լրագրողի եւ փաստաբանների համառությունը։ Պատգամավորը կարմիրով արժանամբյոնից ընդգծում է ու հիշեցնում հանրապետության գլխավոր դատախազին, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պաշտպանված չէ եւ սա բացակա պետության նշան է։ Գալստյանի ձևակերպմամբ այս պատկերը գրեթե բոլոր ոլորտներում է։ Հետո դիմեց մարդու իրավունքների պաշտպանին։ Ես եւ բնականաբար մեր քաղաքացիները ուզում ենք հասկանալ, թե ինչ է փոխում հայ մարդու եւ մեր հասարակության կյանքում ձեր զեկույցը եւ առհասարակ կանխարգելման ազգային մեխանիզմ հանդիսացող մի ինստիտուտի գոյությունը։ Պատգամավորը մի վիճակագրություն մեջ բերեց, որ 2022-ից 25 թվականների ընթացքում ՄԻՊ-ի առաջարկների կատարողականը մնում է ցածր, մոտ 20-ից 30%-ի սահմաններում։ Նրա խոսքով հաշվետու ժամանակահատվածում ներկայացված 487 առաջարկից ամբողջությամբ իրականացվել է միայն 113-ը կամ 23.2%-ը։ Պաշտպանն արդեն նույն ամբիոնի մոտ մանրամասներ էր ներկայացնում։ Շատ են իրավիճակները, երբ հատկապես անչափահասը սեռական բռնության է ենթարկվում, եթե խոսքը հատկապես զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող, հաշմանդամություն ունեցող անչափահասներին մասին է, իսկ ուզում եմ նաև հրապարակային ասել, որ այնպես չէ, որ Հայաստանում այդպիսի դեպքերը մեկն են կամ չկան, եւ մենք սրան պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, այնուհետև սրան անմիջապես հետևում է այնպիսի խոսույթի օգտագործումը, որը թիրախավորում է օրինակ նույն հաշմանդամություն ունեցող անձանց։ Հայաստան խմբակցության ղեկավար գեներալ Սերյան Օհանյանն էլ Հայաստանի գլխավոր դատախազության 2025 թվականի կատարողականի քննարկման ընթացքում կենտրոնացավ 44-օրյա պատերազմի հանգամանքների վրա։ Հայտարարեց, պատերազմի պատասխանատվությունը իշխանությունը չի կարող բարթել միայն բանակի վրա, ընդգծելով, որ այն կրում են պետական բոլոր կառույցները։ Այսօր դուք ձեր գործունեությունը շատ հոյակապ կերպով եք ներկայացնում, բայց ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած, հարգելի հայրենակիցներ, այսօրվա այս ողբերգական վիճակի Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը, որը որ փորձում է նորից մեղքը պատերազմի գցել բանակի վրա։ Հայաստան խմբակցության քարտուղար Արտվիկ Մինասյանն էլ ազգային ժողովում ողջունելով Լատվիայի նախագահին, որը պաշտոնական այցով մեր երկիր է ժամանել եւ ԱԺ-նիստին ներկա էր խորհրդանի նախագահ Ալեն Սիմոնյանի կողքին նստած, նկատեց, որ գործող իշխանությունն անընդհատ խոսում է գալիք ընտրությունների նոտարերկրյա միջամտությունները բացառելու մասին, բայց այս օրերին ընդդիմությունը հենց դրա ականատեսն է լինում։ Հետո խոսեց ՔՊ-ի խոստումների մասին, ասաց, ինչ ասել են, հակառակն են արել։ Նույնը վերաբերելու է նաեւ այսպես կոչված հնարավոր ադրբեջանական համայնքի վերադարձին։ Չհավատակ, այն ինչ որ այստեղից հաստատում են իրենք, որ այդպիսի բան չկա, այդ խոսքերին չհավատակ։ Իսկ վերջում կրկին սիրո խոստովանություն էր ՔՊ-ից Հայաստան խմբակցության անդամին, իդեպ ոչ առաջին անգամ։ Ավարտելով ելույթս ուզում եմ ասել, սիրելի գործընկերներ Հայաստան խմբակցության, որ մյուս գումարման ազգային ժողովում ես ձեզ չեմ կարոտի։ Բացառությամբ Արտվիկ Մինասյանի, որի հետ բանավիճել ինձ միշտ հաճելի եղել, չնայած չգիտես ինչի թողեց եւ գնաց։